Ռուսաստանի արտգործնախարարությունից նաև դժկամորեն են արձագանքել Հայաստանի կառավարության կողմից Ղարաբաղյան հարցի բանակցային փաստաթղթերի և Սերժ Սարգսյանի Վլադիմիր Պուտինին գրած նամակի հրապարակմանը։ Մարիա Զախարովայի խոսքով Երևանը անտեսել է էթիկական չափանիշները առանց Մոսկվայի հետ համաձայնեցնելու հրապարակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը և պետությունների ղեկավարների նամակագրությունը։ Միևնույն ժամանակ հրապարակված բոլոր փաստաթղթերը որոշ չափով ստվերում են այն փաստարկները, որոնք պաշտոնական Երևանը վերջերս առաջ էր քաշում, հայտարարել է նա։ Ըստ նրա, հրապարակված փաստաթղթերը համոզիչ կերպով հաստատում են, որ 3 տասնամյակ շարունակ Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ, հետևողական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական ու դիվանագիտական կարգավորմանը հասնելու համար։ Զախարովան հիշեցրել է, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունները կանոնավոր կերպով անցկացվել են մինչև 2018-19 թվականները, ուշադրություն, մինչև Փաշինյանի վարչակազմը չընդհատեց դրանք։ Մենք բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո 2020 թվականի աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմը դադարեցվեց միայն Ռուսաստանի ջանքերով և անմիջականորեն նախագահ Պուտինի կողմից։ Այդ ժամանակվանից ի վեր ոչ թե Ռուսաստանի դիրքորոշումն է փոխվել, այլ Հայաստանի, կամ գուցե ավելի ճշգրիտ այդ երկրի ղեկավարության, և այն արմատապես է փոխվել, ասել է Զախարովան։ Եվ այժմ զրուցելու եմ Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանի հետ։ Ողջույն, պարոն Բարսեղյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Պարոն Բարսեղյան, դուք այն մարդկանց թվում եք, ովքեր աջակցում են այն օրակարգին, որպեսզի եվրոպացի վամպիրները նորմալ, օրինակ հայերին, Հայաստանին բռնեն, ամեն գնով քաշեն իրենց կողմը, որպեսզի խաթարեն հայ-ռուսական հարաբերությունները։ Վամպիրի համար այդ սդից գործ է, ճիշտն ասած, վամպիրի գործը ուրիշ պիտի լիներ։ Ես նախ ուզում եմ հասարակ հարց տալ բոլոր այն մարդկանց, ովքեր շատ տրորվում, տանջվում են երկու քարի արանք, թե որն է ճիշտ, ռուսի փեշը բռնել, Եվրոպայի ոտը բռնել, ինչ անել։ Այդ մարդիկ իրենց պիտի հարց տան, թե որտեղ են մարդիկ լավ ապրում։ Հարց է, չէ, մարդու գոյության իմաստը երջանկությունն է, որտեղ է իրենց համար լավ։ Հիմա եթե համեմատության մեջ ենք դնում եւ պիտի ընտրենք, ենթադրենք, ես չեմ ուզում որ ընտրենք, էլի ճիշտն ասած, հա, մարդիկ պիտի նայեն Ռուսաստանում է կյանքը լավ, Հյուսիսային Կորեայում է կյանքը լավ, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում կամ ինչ-որ միտեղ, ըստ այդմ էլ պիտի դասավորեն իրենց կյանքը։ Ես այն մարդկանցից եմ, որ համարում եմ, որ բոլոր այն երկրները, որտեղ մարդիկ հասել են երջանկության կամ բարեկեցիկ ապրող երկրները, այդ երկրները այդպես երկնքից չեն ստացել այդ շնորհը։ Աշխատել են, տանջվել են, իրենց երկրները նորոգել են, բարենորոգել են, զարգացրել են, սարքել են ապրելու երկիր, որտեղ ուզում են գալ ուրիշ երկրներից մարդիկ ապրեն այդտեղ։ Կրեմլի դարդը քաշելու չէ իհարկե, Կրեմլը այնպիսի մի ցավի մեջ է, որը այլևս չի բուժվելու, դա կայսրության կոլապսն է։ Ժամանակի ընթացքում ցրվող կոլապսը 100 քանի տարուց ավելի մաշվում է այդ կայսրությունը եւ պիտի մաշվի։ Մաշա Զախարովաներն էլ, Լավրովներն էլ, Վալոդիկներն էլ, Դուգիններն էլ բոլորը գիտեն, որ այդ մաշելու process-ը տեղի է ունենալու։ Բոլոր ջանքերը ներդնում են միջների խելացիները, իսկ այնտեղ կան խելացիներ, որպեսզի այդ մաշումը դանդաղ տեղի ունենա։ Դանդաղ, հնարավորինս դանդաղ։ Դրա համար նաեւ ջանքեր են ներդնում նախկին գաղութները վերականգնելու, վերադարձնելու իրենց վերահսկողության տակ վերցնելու։ Եթե Ռուսաստանի Դաշնության կազմ չմտցնեն էլ, ապա գոնե այնտեղ ունենան այդպիսի կառավարություններ, որոնք կլինեն Կրեմլամերձ, Կրեմլին հավատարիմ, Կրեմլի շահերը սպասարկող, գոնե այդպես էլի, հա։ Հիմա ինչքան ձեռները գալիս է անում են, այդ թվում նաև օգտագործում են կոշտ, բիրտ պատերազմական գործիքներ, հանցագործ պատերազմական գործիքներ, ինչպես նաև ուրեմն պրոպագանդիստական գործիքներ, խոսույթների, պատմույթների, ներարկումներ ծծում բոլոր նախկին գաղութներին։ Կենտրոնական Ասիային ուրիշ բան են պատմում, Հարավային Կովկասին այլ բան են պատմում, Ուկրաինայում բիոլաբորատորիաներ էին հայտնաբերում, չէ, մարտական մոծակներ եւ այլն եւ դրա համար շատ ծանր են տանում բոլոր այն կենտրոնախույս շարժումները, որոնք տեղի են ունենում նախկին գաղութներում։ Գաղութներն էլ հարիվ չեն, կներեք։ Վրաստանն էլ է հասկացել, Ադրբեջանն էլ է հասկացել, Հայաստանն էլ է հասկացել, չնայած այդ երկրներում էլ կան պրոկրեմլական դիրքավորված շարքային քաղաքացիներ, իրավային տեղ են գտնում, ազգականներ ունեն
այնտեղ հանուր առմամբ այդ երկրներ 100 տարի փորձը հաշվի առնելով, երբ առաջին հանրապետությունները Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ջախջախվեցին, ոչնչացվեցին Կրեմլի ջանքերով, կարմիր բանակով, անցել է 100 տարի, վերջը հավ չեն էլի մարդիկ, հասկացել են, որ չէ, հարկավոր է հնարավորինս արագ հեռանալ փշոտ ձեռնոցների եւ փշոտ կրկի միջից, Կրեմլի փշոտ կրկի միջից։ Սա ջղաձգորեն է տանում Կրեմլը, բնականաբար, եւ ամեն ջանք ներդնելու է, մտապահեք, սիրելի ժողովուրդ, հարգելի ժիրայր, առաջիկա ընտրություններին ընդառաջ բոլոր հնարավոր ջանքերը ներդնելու է հայաստանյան հանրության տրամադրությունները եւ կարծիքները կարեցածի չափով դեպի պրոկրեմլական դարձնելու համար ահագին կորցրել է անցած 5 տարիների ընթացքում Կրեմլանպաստ դիրքորոշում ունեցող քաղաքացիների ձայներն ու վերաբերմունքը կորցրել է, որովհետեւ պաշտպանել է Հայաստանի թշնամուն։ Բաքրատյանները բան ինչ ուզում է խոսեն, ինչքան ուզում է խոսեն, ակնհայտ է, որ թշնամուն ծախել է հարձակողական զենք, օգնել է, որպեսզի հայաթափվի Արցախը եւ չի պաշտպանել Հայաստանի Հանրապետությանը, ինչը պիտի աներ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի պայմանագրով եւ հապկի պարտավորություններով։ Եվ հիմա երբ տեսնում է, որ Հայաստանը թեկուզ թույլ քայլերով իշխանությունը այնպես վճռական բաներ շատ չի անում, թեթև թույլ փափուկ քայլերով փորձում է հեռանալ, հիստերիկ է ընկնում։ Եվ մենք այս առաջիկա ընտրություններին լուրջ մարտահրավեր ունենք դիմակայելու, այդ դիմակայություն բառը որ օգտագործեցիք Եվրամիության աջակցության, դիմակայելու արտաքին այդպիսի ազդեցությանը, որպեսզի Հայաստանը չտանեն էլի կողեն ռուսական կամ ինչ է անունը իմպերիալիստական գետոյի մեջ, ահա այսպես, եւ այդ պայմանագրերը թղթերը, որոնք ստորագրվեցին Բրյուսելում, ահագին խոստումնալից են, ըստեղ ինձ թվում է պակասը միայն Հայաստանի իշխանությունների հետևողականությունն է, համառությունը կարող է լինել, ծայրահեղ հարմարվողականությունը կարող է լինել, որ բերեք մի ձեռով չնեղացնենք Կրեմլին, մյուս ձևով էլ ձեռքով էլ փորձենք Եվրոպայի միության հետ ուրեմն գործ անել, ինչ որ բան ստանալ իհարկե կայթակղիչ թվեր են ցանկացած իշխանության համար, բայց եւ ՄԱԿ-ի քվեարկությունը Ռուսաստանի երեխաների կողանալու, այսպես ասենք, հարցով ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունը առայժմ պատրաստ չէ հնարավոր վճռական եւ ողջամիտ գործողությունների ձեռնպահ քվեարկեց։ Ցեղասպանություն տեսած ժողովրդի իշխանությունը ձեռնպահ է քվեարկում Կրեմլի հանցագործ ֆաշիստական քաղաքականությունը դատապարտող բանաձևին։ Այսպիսի ծայրահեղ զգուշավորությունը դանդաղեցնում է Հայաստանի բարենորոգումը, իսկ ես ու իմ համախոհ ընկերները հակված ենք, որպեսզի որակյալ կյանքի եւ կառավարման ստանդարտներ լինեն Հայաստանում։ Այսինքն լինեն այն ամենաաշխարհում տեսած հնարավոր որակյալ մեթոդներն ու կառավարման գործիքները, որը բարեկեցություն է բերել այդ երկրների ժողովրդին։ Հարցի սկզբին վերադառնալով, սա է իմ ասածը։ Եթե եվրոպական ստանդարտներն են բարեկեցություն բերում Եվրոպայում ապրող ժողովրդին, ինչու պիտի այդ ստանդարտները չադապտացվեն, չհարմարեցվեն եւ չկիրառվեն Հայաստանում։ Եթե կպարզվի, որ որևէ երկրի ստանդարտներն են բարեկեցություն բերում մեկ այլ երկրի, չգիտեմ, աֆրիկյան, իրեն ժողովրդին եւ մարդիկ երջանիկ են ապրում այդ երկրում, ինչու պիտի այդ մեթոդներն ու գործիքները կիրառելի, հարմարվելի չլինեն Հայաստանի Հանրապետության համար, պիտի լինեն։ Եթե կրեմլական գործիքներն են բարեկեցություն բերում, ինչը մենք տեսնում ենք Ռուսաստանից փախած միլիոնավոր փախստականների բանով, ճակատագրով չեն բերում էլի այդ բարեկեցությունը, ինչու պիտի կիրառելի լինեն Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, դատաիրավական պրակտիկան եւ այլն եւ այլն։ Իսկ վամպիր կասեն, կողորտիրոս կասեն, թողասեն, ինչ ուզում է թողասեն, կամ ով է բանի տեղ տնողը Մաշա Զախարովայի Բարբաջանքի։ Լուրջ չպիտի ընդունել, լուրջ եմ ասում, կատակ չեմ անում, էլի, շատ չպիտի մտածել, էլի, ճաղում են իրանց, վարվում են, հիստերիկ են, թող ընկնեն, էլի։
Նաև մանիպուլյացիոն չէ արձագանքը բանակցային փաստաթղթերի հրապարակմանը եւ դրա վերաբերյալ դատողություններին Երևանն է հրաժարվել բանակցություններից, Ռուսաստանը ամեն ինչ արել է, որ հարցը քաղաքականապես, դիվանագիտորեն լուծվի ու չգիտեմ նման բաներ, կարծես թե իրենց խաղաղապահների աչքի առաջ չէին մարդկանց բռնի տեղահանում։ Պիտի իգիտություն ընդունենք եւ հանգիստ ընդունենք այս այլևս վաղուց պետք է անել իհարկե, որ բաժանումը կայսրությունից գաղութի բաժանումը ցավագին process է։ Ցավալի ծանր process է երկու կողմերի համար էլ։ Կայսրությունը նեղվում է, որ իր համարած ենթակա փոքր աղբերը նվաստը հեռանում է, ատամ է ցույց տալիս, դա իր համար շատ մեծ մարտահրավեր է, էլի, հա, ոնց կարող է, արա դուք մեր ոտի տակ էիք էս, ոնց թե անկախություն, ձեզ շարքից հանել են, ձեր խելքը կերել են, ձեզ փչացրել են, ձեզ խաբել են եւ այլն եւ այլն, սա նոր բան չէ, սա պիտի հանգիստ ընդունել, որ իրենք այնտեղ հիստերիկ են ընկնելու, ցանկացած հնարավոր առիթի դեպքում, եթե Մաշա Զախարովա պլյուս Հայաստան բառակապակցությունը որոնեք Google-ում բանում, դուք կտեսնեք այդպիսի ուրեմն բռնկումներ, որոնք մեղմ ասած կարելի է կոչել քաղաքական հիստերիա։ Սա չի ավարտվելու, մինչև ուրեմն Մոսկվան չհասկանա, որ Հայաստանը դարձել է իրենից իսկապես անկախ։ Դրանից հետո կսկսի քաղաքավարի, խաթրով, հարգալից, մտքում իհարկե ունենալով կայսրություն վերականգնելու երազանքները։ Հիմա առայժմ շանս են տեսնում, որ հնարավոր է դեռ այստեղ ընտրությունների վրա ազդելով Հայաստանին բերել ներքաշել կողել Ռուսաստան, Բելարուս, Միութենական Հանրապետության մեջ, այստեղ սնուցում են, աճեցնում են ինչ-որ քաղաքական կամ քվազի քաղաքական կամ մերձ կեղծ քաղաքական գործիչների եւ այսպես կոչված ուժերի այդ նպատակը իրականացնելու համար։ Կրկնում եմ, այս ամբողջը պիտի դիտարկել ընդհանրապես կայսրության փլուզման եւ կայսրության վերականգնման ռազմավարության համատեքստում։ Սա բնորոշ է եւ վերաբերելի է եւ եղել է եւ լինելու է բոլոր հնարավոր կայսրություններին, որոնք անցնում են մաշման փուլ։ Կա աճի փուլ, երբ աճում են, մեծացնում են իրենց սահմանները, նոր տարածքներ են գրավում եւ այլն, եւ կա մաշելու փուլ։ Հիմա կուզի Կրեմլը չի ուզի, Զախարովայի սրտով կլինի, չի լինի, Ռուսաստանի կայսրությունը շարունակում է իր մաշման ժամանակահատվածը, կարող է ընթացքում ինչ-որ կտորներ փոկի նախկին քաղաքներից վերադարձնի իրեն, իր ենթակա, կարող է լինել, պիտի որ լինի, հա, բայց մաշելու է։ Մյուս կողմից այս process-ը ցավալի է իհարկե նախկին գաղութների համար։ Վրաստանը տեսեք ինչպես է տառապում, Ուկրաինայի տառապանքը ինչպիսին է, Հայաստանի դեպքում մեր տառապանքները հայտնի են, նկարագրելու կարիք չկա, տնտեսական բաղադրիչը, նավթը ինչ է անունը, գազն է, հացահատիկն է, չգիտեմ ինչն է եւ այլն, սա էլ է ցավագին process նախկին գաղութների համար։ Ինձ թվում է, որ միջներից աճածները, հասունացածները տնտեսապես, քաղաքականապես, գաղափարապես, իսկ այդ աճած ասածը նկատի ունեմ հասարակության էլիտաների ընկալումը խնդիրների։ Իրենք արդյոք հասկացել են այդ ամբողջը, արդյոք իրենց քաղաքական օրակարգում հստակ ձևակերպված է անկախացումը, իրական անկախացումը, ոչ թե հռչակագրային եւ այլն, որպեսզի կարողանան լուրջ դիմակայություն ցույց տալ։ Օրինակ հյուսիսային Կովկասի ինքնավարությունները բնականաբար այնպես չեն աճած, ինչպես նախկին 14 հանրապետությունները, այն 3-ը Բալթյանները շատ էին հասունացած եւ պատրաստ, որովհետեւ իրենց գաղութացումը տևել էր 40 քանի տարի, 38 թվից մինչև 88 թիվը, 50 տարի էր տևել։ Հա, եւ նրանք արագ կարողացան հեռանալ, կարողացան արագ գնահատել, պահը հեռանալ։ Այն մյուսներս Ուկրաինան է, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, այդ հասունացումը տեղի է ունեցել, տեղի է ունենում համեմատաբար դանդաղ։ Իսկ հյուսիսային Կովկասի ինքնավարությունները, որոնք հիմա դեռ գտնվում են Ռուսաստանի կայսրության ոտքի տակ, նրանք ավելի դանդաղ են հասունանում, բայց պիտի հիշեք Չեչնիայի անկախության պայքարը 90-ականների սկզբին, Ճոխարտուդաև, Իչկերիայի հայտարարում եւ այլն։ Ես կարծում եմ, որ հաջորդ ռաունդը կամ հաջորդ փուլը լինելու է Ռուսաստանի ներսի ինքնավարությունների անկախացումը, չգիտենք երբ կլինի։ Կարող է Պուտինը գիշերը մահանա կամ իրեն գրգեն ավելի լավ մի տեղ, ճաղերի ետև,
Կարող է այդ գիշերը այն Ռամզան Կադիրովը, որ առավոտից իրիկուն խոսում է Կրեմլի բերանով, սպառնում է Ուկրաինային, Եվրոպային է սպառնացել երեք, որ փորձեք պատերազմ նայեք ինչ ենք անելուց ես, մտապահեք, նույն Ռամզան Կադիրովը մյուս օրը առավոտ հռչակելու է Չեչնիայի անկախություն, Ինգուշետիան, ինչ է Դաղստանը, Կաբարդա, Բալկարիա եւ այլն։ Եվ էլի ներսում էլի ուրիշ ինքնավարություններ, ինչպես օրինակ Թաթարստանը, Բաշկարտաստանը, որոնք նույնպես անկախության քայլեր էին անում 90-ականներից, դա ուշ թե շուտ տեղի է ունենալու։ Եվ մենք պիտի համբերատար վերաբերվենք, հանգիստ վերաբերվենք Ռուսաստանի Դաշնության այս կամ այն պաշտոնյայի ջղաձիկ ելույթներին։ Շատ լուրջ չարժե վերաբերվել, ուղղակի պրոտոկոլի համար հարկավոր է արձանագրել, որ այո, Մաշա Զախարովան այսօր 3 ծանր օր է ունեցել կամ ծանր գիշեր։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան։ Շնորհակալություն։ Զրուցակիցը ժուրնալիստների ասպարեզակումբի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանն էր։